Դենսիելի ռուսվատիտողներ վերադարձանք Պապլավոկից եւ մեր տաղավարում մեր այսօրվա արդեն երկրորդ հյուրերը։ Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի եւ Հունաստանի բուհերում ներդրվել է ուսուցման նոր մոտեցում։ Այն համադրում է գիտելիքների եւ արժեքների ուսուցումը։ Մեր տաղավարում են Երևանի պետական համալսարանի դասախոս Սերով Խաչատրյանը եւ Երևանի պետական համալսարանի դոցենտ Լուսինե Հայրապետյանը, ում հետ էլ կխոսենք այս մոտեցման մասին եւ առհասարակ եկեք հասկանանք ինչ մոտեցման մասին է խոսքը գնում։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եկեք խոսենք ամենասկզբից ինչ է նշանակում գիտելիքներ եւ արժեքներ համադրել։ Այո, վերջին տարիներին աշխարհի կրթական համակարգերում շատ տարածված է արժեքների մասին խոսելը, որտեղ ավանդաբար կրթությունը ավելի կարևորել է գիտելիքներ փոխանցելը, եւ մենք գիտենք, որ դրա հետ կապված շատ քննադատություններ կան, որ կրթությունը միայն գիտելիքներ չէ, հետևաբար վերջին տարիներին աշխարհի շատ երկրներ, այդ թվում Հայաստանը, նաև իրենց դպրոցական, բուհական չափորոշիչներում կարևորում են արժեքների ուսուցումը։ Բայց իհարկե արժեքների եւ գիտելիքների համադրված ուսուցումը այնքան էլ հեշտ բան չէ, որովհետեւ այսօր մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ որ ուղղակի չես կարող քարոզել արժեքներ, որովհետեւ ժամանակակից սերունդը այդքան էլ չի ընդունում քարոզելով ուսուցանելու ձևերը։ Դրա համար պետք է ինչ-որ տարբերակներ մտածել, թե ինչպես կարելի է այնպես անել, որ զուգահեռաբար եւ գիտելիքներ ուսուցանել եւ արժեքներ, որտեղ ժամանակակից աշխարհում արժեքները շատ կարեւոր են։ Մենք կարող ենք շատ գիտելիքներ ունենալ, բայց եթե չունենք արժեքներ, այդ գիտելիքները նույնիսկ կարող են վնաս տալ մեզ։ Դրա համար այս մոտեցումը, որի հեղինակը մեր գործընկերներն են, ավստրիացի, նաև իհարկե թիմում կան հույն գիտնականներ, իրենք առաջարկել էին այդ մոդելը, եւ հիմա մենք Հայաստանի եւ Վրաստանի բուհերով համատեղ իրենց հետ մեր համալսարաններում փորձարկում ենք այս նոր ծրագիրը։ Ինչու ԵՊՀ-ում այս անհրաժեշտությունը եղավ ներդնելու այսպիսի մոտեցում։ Շատ հետաքրքիր է, որ այսօր տեղեկացված լինելով եւ տեղեկություններին տիրապետելով երևի չեն կարող զարմացնել եւ դա բնական է։ Այսօր գիտելիքը շատ կարևոր մի հարց է լուծում, ինչպես անել ինչ-որ մի բան, ինչպես իրագործել ինչ-որ մի այլ նպատակ, բայց ինչու անել հարցին հաճախ մենք չենք հասցնում նույնիսկ պատասխանել։ Սա կարծես թե մեծ հնարավորություն է տալիս շունչ առնել եւ մի պահ դիտարկել, թե որ արժեքների հետևից է, որ մենք գնում ենք։ Եվ ուսուցման գործընթացը բարելավելու, բարեփոխելու տեսանկյունից հատկապես մոնոլոգիզմից դեպի դիալոգների գնալու, դեպի ավելի ստեղծարար process ունենալու գաղափարներ, որ հենց մեզ մղեց արժեքահեն կրթությանը անդրադառնալուն։ Եվ վեկ մեթոդաբանությունը մեզ տալիս է այդ լայն հնարավորությունը դիլեմաների միջոցով հատկապես քննել բազմաթիվ հարցեր, որոնք չունեն միանշանակ պատասխաններ, որոնք դուրս են բերում բազմաթիվ ինչուներ, որոնց հասկանալու համար սովորողը պետք է նախ եւ առաջ որոշում կայացնի, անի ընտրություն, իսկ այնուհետև համոզմունքների հետ առնչվի, բախվի իր արժեքային համակարգի հետ եւ վերանայի այն, եթե դրա կարիքը կա, այսինքն ստացվում է, որ շատ երկխոսական մոտեցում է մի տեսակ լսարան մտնում եւ առաջին ու կարեւոր էական փոփոխությունը հենց սկսվում է լսարանից։ Իդեպ սեպտեմբեր ամսվանից սկսած սոցիալական մանկավարժություն բակալավրիատի կրթական ծրագրում, որը գործվում է Մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնում, մենք ներդրել ենք հիմնական դասընթաց արժեքահեն եւ գիտելիքահեն կրթություն է կոչվում այն եւ հենց այս դիլեմաների կառուցման, դիլեմաների ճանապարհով ինչ որ մի բան տեղում ստանալու, սովորելու եւ միասին հասկանալու փորձը կարծես թե առաջինն է լինելու։ Ես կարծում եմ, որ դա ինչ որ իմաստով նաեւ վարակիչ կլինի մյուս դասընթացների համար, որովհետեւ այսօր շատ կարևոր է ուսանողի մասնակցությունը դասագործընթացին, նրա հետաքրքրվածությունը եւ նրա անձի կայացման գործընթացում հատկապես ճիշտ քաղաքացի ձևավորելու արժեհամակարգի ներդրումը, որը բուհում նույնպես խնդիր է։ Պարոն Խաչատրյան, եթե մի փոքր ավելի փակագծերը բաց խոսենք, wake մեթոդաբանությունը, հա,
ինչ է այս մեթոդաբանությունը եւ որոնք են կարևոր կետերը։ Եվ եթե փորձենք այն մի փոքր ավելի պրակտիկ էսպես ներկայացնել։ Այո, շատ կարևոր հարց է, որովհետև հասկանալի է, որ հեռուստադիտողներին մի քիչ պետք է ավելի այսպես բացենք փակագծերը։ Նախ ասեմ, որ հիմնական մոտեցումը այն է, որ մենք այստեղ փորձում ենք դասը սկսել որոշակի տրիգերով, եթե կարելի այդպես ասել, ինչու, որովհետև ժամանակակից ուսանողներին, աշակերտներին այդքան էլ հետաքրքիր չէ, երբ որ դու այդպես ինչ-որ շարադրանք ես անում, հիմա ես ձեզ կբացատրեմ այսինչ բանը, եկեք սահմանենք այսինչ բանը եւ այլն, իրենք ընթացքում սկսում են ձանձրանալ։ Վեկ մեթոդը ինքը վերցնում է որոշակի դիլեմա, երկընտրանք, եւ երկընտրանքի առանձնահատկությունը այն է, որ կա, ասենք, երկու տարբեր մոտեցում, երկուսն էլ այսպես հավասարարժեք կարևոր են։ Չէ՞, մենք կյանքում հաճախ հայտնվում ենք երկընտրանքի մեջ։ Այսպես անեմ, թե այնպես անեմ։ Մենք սկսում ենք դրանով, եւ դա արդեն տրիգեր է ստեղծում, որտեղ ուսանողները սկսում են մտածել, ես սա ընտրեմ, թե այս մեկը ընտրեմ։ Ունենք մենք երկու տարբերակ, բնականաբար, եթե դիլեմա է, ունենք երկու տարբերակ, մենք նաեւ մտածում ենք տրիլեմայի մասին, որտեղ կարող է 3 տարբերակ լինի։ Երկու տարբերակ ենք առաջարկում, որից հետո ուսանողները քվեարկում են։ Սկզբում տեղի ունենում քվեարկություն եւ իրենք ընտրում են տարբերակներից մեկը։ Ենթադրենք 30% ընտրում է A տարբերակը, դիլեմայի 70%-ը ընտրում է B տարբերակը։ Դրանից հետո մենք խնդրում ենք, որ իրենք այսպես հիմնավորումներ տան իրենց տեսակետների համար, բայց այստեղ ամենակարևոր խնդիրը այն է, որ այստեղ արդեն իրենք արժեքային բախումների մեջ են հայտնվում, որտեղ մտածում են, թե ինչ արժեքով պետք է այդ ընտրությունը անեն։ Երբ որ դուք կոնկրետ իրավիճակում տատանվում եք այսպես անեմ, թե այնպես անեմ, չէ, ձեր մեջ ինչ է տեղի ունենում, արժեքների բախում։ Դուք մտածում եք արդարությունն է կարևոր այս իրավիճակում, թե ազատությունը, որը ընտրեմ։ Եվ այդպես իրենք հիմնավորում են իրենց արժեքները, ու այստեղ տեղի ունենում ամենահետաքրքիր ու կարևոր բանը, որ այս մեթոդաբանությունը դարձնում է շատ հետաքրքիր, մենք առաջարկում ենք ուսանողներին գնալ եւ փնտրել նյութ գիտելիքներ այս թեմայի շուրջ։ Այստեղ է, որ իրենք արժեքային կրթությունից գնում են դեպի գիտելիքները։ Եթե ուզում ես քո արժեքները, քո դիրքորոշումները հիմնավորել, գնա գտի գիտելիքներ, որտեղ քո տեսակետը ավելի հիմնավոր է, երբ որ տակը կա գիտելիք։ Եվ այստեղ արդեն սկսվում է մեթոդաբանության հետազոտական հատվածը։ Այսինքն իրենք պետքա գնան ինտերնետից, չգիտեմ, արհեստական բանականությունից, տարբեր գրքերից գիտելիքներ ձեռք բերեն այս թեմայի շուրջ։ Եվ սա է, որ այս մեթոդը դարձնում է շատ հետաքրքիր, այսինքն ստեղ նաև գալիս է հետազոտական բաղադրիչը, որը ինչպես գիտեք, մեր այսօրվա կրթության մեջ շատ կարևոր նոր բաղադրիչ է, որտեղ մենք նախկինում հիմնականում էլի ուսանողներին սովորեցրել են գիտելիքներ, բայց հետազոտություն անել չենք սովորեցրել։ Հիմա այս մեթոդաբանությունը նաև այդ հետազոտական բաղադրիչն է բերում, եւ իրենք արդեն գիտելիքներով զինված գալիս են եւ տեղի ունենում արդեն երկրորդ քվեարկությունը։ Այսինքն առաջի քվեարկության ժամանակ մենք ուղղակի ինտուիտիվ քվեարկեցինք A տարբերակ, B տարբերակ, երկրորդ քվեարկության ժամանակ արդեն մենք գիտելիքներով հետազոտությամբ հագեցած են գալիս եւ մեր ընտրությունը ավելի խորքային է։ Եվ այստեղ ուսանողները կարող են նաև դիրքորոշումը փոխել իրենց։ Այսինքն առաջին փուլում ես ընտրել էի A լուծումը, այս անգամ որոշում եմ ընտրել B լուծումը։ Ինչու, որովհետև գնացի, խորացա, ուսումնասիրեցի եւ հասկացա, որ ավելի ճիշտ է B տարբերակը։ Սա էլ է շատ կարևոր, որովհետև ստեղ էլ մեթոդաբանությունը զարգացնում է ուսանողի քննադատական մտածողությունը, որովհետև գիտեք, Հայաստանում կա այդպիսի կարծրատիպ, որ եթե ինչ-որ մի կարծիք ունես, չես կարող դա փոխել։ Եթե փոխեցիր, ուրեմն դու վատ մարդ ես, անսկզբունքային մարդ ես, բայց այդպես չի։ Մենք այսօր նաև ուսանողներին դա ենք փորձում սովորեցնել, որ եթե կան նոր փաստեր, նոր ապացույցներ, նոր իրողություններ, կարծիք չփոխելը սխալ է։ Եվ մենք իրենց ասում ենք, որ եթե դուք ձեր հետազոտության արդյունքում տեսնում եք, որ ձեր առաջին քվեարկությունը ճիշտ չի եղել, հանգիստ փոխեք։
մի կաշկանդվեք, դա շատ նորմալ է եւ ժամանակակից աշխարհում դա համարվում է քննադատական մտածողության համար կարևոր բան։ Եվ եթե այդպես չզբաղվեին, մինչև հիմա հոգեբուժության մեջ կօգտագործվեր լոբոտոմիան։ Իսկ ո՞րն է այն կարևորագույն խնդիրը, որը փորձում է լուծել այս նախագիծը, ծրագիրը, որը չի կարող լուծել սովորական կամ մեզ սովոր ավելի կրթական ծրագիրը։ Դե այստեղ, ինչպես նշեցինք, մի քիչ փորձում ենք հետաքրքրացնել դասընթացը, մտցնել տրիգերներ, քննարկումներ, համոզել իրար, որտեղ այսօր շատ կարևոր հմտություն է դա նաև, չէ՞, մենք պետքա փորձենք իրար համոզել, որ մենք մեր փաստարկներ բերել։ Այս շատ կարևոր է, որտեղ ցավոք սրտի մեզանում ավելի շատ մենք իրար փորձում ենք համոզել այդպես գոռալով, ուժային մեթոդներով, չէ՞։ Այսինքն պնդել առանձնավոր ապացույցների։ Եվ եթե թույլ տաք լրացնեմ, ուղղակի այստեղ տեսեք ինչ կարևոր եւ հետաքրքիր մի հանգամանքի հետ ենք առնչվում։ Կա փաստ, ենթադրություն եւ կարծիք։ Եւ հաճախ մենք ենթադրությունը դնում ենք փաստի փոխարեն եւ փաստը դիտարկում ենք որպես ենթադրություն։ Եվ օրինակ մասնագիտական բազմաթիվ խնդիրների եւ հարցերի մեջ խորամուխ լինելու ժամանակ ուսանողը ինքը մասնագիտական որոշում կայացնելու համար էլ կարիք ունի փաստը, ենթադրությունը եւ կարծիքը իրարից զանազանել եւ հստակ դիրքորոշում դուրս բերել։ Մասնագիտական էթիկային առնչվող բազմապիսի խնդիրներ կան, որոնք թվում են անլուծելի եւ հենց դիլեման բերում է առաջ մի շարք հարցերի այսպես վերհանում եւ նորից դիտարկում։ Օրինակ սոցիալական մանկավարժի մասնագիտությունը հանրահռչակելու, այն նորովի պատկերացնելու, այդ մասնագիտության սպեկտրը ավելի բացելու առումով հենց վեյք մեթոդաբանությունը հետաքրքրեց մեզ հատկապես այդ արժեքային համակարգը սովորողների մեջ ներդնելու տեսանկյունից, որովհետև տեսեք, սովորողը պատրաստվում է սոցիալական դաստիարակության գործընթացով զբաղվել։ Ինքը պատրաստվում է աշակերտներին օգնել, աջակցել, ախտորոշել, բազմապիսի գործառույթների մեջ փորձում է ինքը նավիգացիաներ որոնել, որն է ճիշտ կամ սխալ իր գործունեության մեջ։ Եվ այստեղ տեսեք դիլեմատիկ ճանապարհով, այսինքն անընդհատ տրամաբանական տարբեր լուծումներ գտնելու ճանապարհով ինքը իր մասնագիտության ասպարեզը ավելի լայնասփյուռ է պատկերացնում, իր գործունեության դաշտը ավելի ընդգրկուն է պատկերացնում։ Եվ մասնավորապես օրինակ արժեքային դաստիարակության սկզբունքով առաջնորդվելը որքան կարևորված լինի այսօր մեր հասարակության մեջ, կարծում եմ այնքան մենք որակյալ կրթության մասին խոսելու շատ ավելի լայն հնարավորություններ կունենանք։ Այս մեթոդաբանությունը բավականին նոր է, բավականին այսպես նորություն է շատերի համար, ինչպես վստահ եմ, որ աշակերտների համար, այնպես էլ նաև ուսուցիչների եւ դասախոսների համար։ Արդյոք դասախոսներին վերապատրաստելու այս գործընթացը հեշտ ընթացք է եւ արդյոք սա վերաբերվում է բոլոր կարծես առարկաներին, հա, այսինքն մեթոդաբանությունը գործելու է բոլոր առարկաների պարագաներում։ Թե ինքն նախնական շրջանում որպես առանձին այսպես առարկա է, այսպես կարծես երկխոսություն աշակերտի եւ ուսուցչի կամ դասախոսի միջև։ Եվ նաև խոսենք այն մասին, որ ինչպես հասկացանք, նաև մարզերից են ընդգրկված այս ծրագրում։ Այո, տեսեք, այստեղ շատ կարևոր հարց է։ Մենք այս ծրագրում իդեպ բացի Երևանի պետական համալսարանից ընդգրկված է նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, եւ ինչպես մեր գործընկերները մանկավարժական համալսարանի, այնպես էլ մենք իրականացրել ենք դասախոսների վերապատրաստում եւ չկա այդպիսի սահմանափակում, որ այս մեթոդաբանությունը որևէ կոնկրետ առարկայի համար է։ Մենք նաեւ իրականացրել ենք ուսուցիչների վերապատրաստում, որտեղ մասնակցել են տարբեր առարկաների ուսուցիչներ եւ պատմություն, հասարակագիտություն, նաեւ դպրոցի տնօրեն են մասնակցել, լեզուների ուսուցիչներ են մասնակցել, մի խոսքով տարբեր առարկաների ուսուցիչներ են մասնակցել։ Այդ իմաստով ընդ որում նաեւ մարզերից են ուսուցիչներ մասնակցել, այնպես որ փորձում ենք ծրագիրը այդպես ավելի ընդլայնել, այո, վերապատրաստումների ուղղությամբ նաեւ մենք հիմա ձեռնարկ ենք մշակում մեր դասախոսական թիմով, որը արդեն կտպագրվի եւ հասանելի կլինի Հայաստանի բոլոր դասախոսների, ուսուցիչների համար։ Սա շատ կարեւոր է, որտեղ այս ծրագրով նաեւ մենք փորձում ենք
դպրոցական մակարդակում աջակցություն ցույց տալ եւ ինչպես արդեն նշեց իմ գործընկերը 3 մակարդակ գնում է եւ ուսանողների համար է լինելու դասընթաց եւ դասախոսների եւ ուսուցիչների այո եւ իհարկե նաեւ ծրագիրը ունի մեկ այլ կարևոր բաղադրիչ էլ ուսանողները շատ ակտիվ ընդգրկված են եւ խնդրեմ իմ գործընկերոջը ներկայացնել թե ինչ են անում ուսանողների հետ։ Մենք Վրաստանում հնարավորություն ունեցանք 7 հոգանոց խմբով մասնակցել միջազգային աշխատարանների, որտեղ վեյք մեթոդաբանությունը գործնականում փորձարկում էինք ուսանողների հետ միասին եւ ուսանողները խմբերի բաժանվելով ունեցան սեփական նախագծեր իրականացնելու այսպես լայն հնարավորություն, որը հետագայում պետք է ներկայացնեն նաեւ նորից միջազգային էքսպերտներին եւ տեսնենք թե ինչպես է դա մեր ուսանողներին հաջողվել։ Իմիջիայլոց ասեմ, որ ուսանողների համագործակցային կարողունակությունների բարձրացմանն է ուղղված նաեւ այս հետաքրքիր միջոցառումը, որովհետեւ Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների ֆակուլտետից, փիլիսոփայության ֆակուլտետից, սոցիալական մանկավարժության կրթական ծրագրից ուսանողներ էին ընդգրկված եւ նրանք խմբեր են կազմել մանկավարժական համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաեւ Վրաստանի մի քանի համալսարանների ուսանողների հետ եւս եւ այս առնչությունները միասին ինչ որ հարցերի դիտարկելը, քննարկելը, տարբեր տեսանկյուններից, տարբեր կողմերից հարցերը վերհանելը նույնպես կարևոր է։ Ես չգիտեմ, արդյոք ուշադիր եղել եք այդ խնդրին թե չէ, բայց մենք դասախոսներս հաճախ ենք նկատում, որ հարց տալը կարծես թե խնդիր է շատ ուսանողների մոտ։ Բայց ինչպես փիլիսոփաներից մեկն էր ասում, մարդը նախ եւ առաջ հարց է եւ ոչ թե պատասխան, որտեղ յուրաքանչյուր հարցադրմանը հնարավոր է ինչ որ կերպ պատասխանել, բայց մեջտեղ բերել հարց, որը մտորել է քեզ տալիս, թե ինչ պատասխաններ դրա արդյունքում կարող են դուրս բերվել, սա է հիմնական խնդիրը եւ մենք հարցադրումների, կարծես հարցակենտրոն ուսուցման միջոցով փորձում ենք ծանրութեթև անել այն արժեքները, որոնց հետ առնչվում են մեր ուսանողները եւ այդ արժեքները ոչ միայն ծանրութեթև անել միայն մեր տեսանկյունից, այլ նաեւ միջազգային այսպես հարթակում, նաեւ մյուսների կողմից ինչպես է դա դիտարկվում եւ այստեղ ծնվում են շատ հետաքրքիր պատասխաններ, որոնք նոր հարցերի արդյունքից եւ լինեն մի օր։ Այո, այս ծրագրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք փորձում ենք ծրագիրը համալսարանի պատերից դուրս բերել եւ տանել համայնքներ։ Օրինակ հենց հիմա մեր երկու ուսանողներ, որոնցից մեկը ԵՊՀ-ից է, մյուսը մանկավարժական համալսարանից, իրենք ծնունդով Վանաձորից են եւ որոշել են համայնքային նախագիծ անել Վանաձոր քաղաքում հենց առողջ ապրելակերպի հետ կապված եւ օգտագործելու են մեր մեթոդաբանությունը, այսինքն փորձելու են ողջել թե Վանաձոր համայնքում առողջ ապրելակերպի հետ կապված ինչ դիլեմաներ կան, ինչ տարակարծություններ կան եւ փորձելու են նաեւ դուրս բերել թե սրա տակ առողջ ապրելակերպի հետ կապված ինչ արժեքային հարցեր կան։ Այնպես որ աշնանը արդեն կունենանք նաեւ ուսանողական նախագծերի արդյունքները։ Հրաշալի, մենք սպասենք աշնանը, սպասենք արդյունքներին, շնորհակալություն ենք ձեզ հայտնում, շնորհակալություն։ Հիշեցնենք, մեր տաղավարում էին Երևանի պետական համալսարանի դասախոս Սերո Խաչատրյանը, Երևանի պետական համալսարանի դոցենտ Լուսինե Հայրապետյանը, իսկ մենք շարժվենք առաջ։ Իսկ մենք անցնենք առաջ Գովազդ Շանթի եթերում։ Գնացինք։